Ինչպես բազմանիշ թիվը բազմապատկել եռանիշ թվով։ Նախ եկեք այս օրինակի օգնությամբ հիշենք բազմանիշ թիվը երկնիշ թվով բազմապատկելու քայլաշարը։ 6582 թիվը բազմապատկում ենք երկնիշ թվի 47-ի միավորով և արդյունքը 46074-ը գրում գծի տակ։ 6582 թիվը բազմապատկում ենք 47-ի տասնավորով 4-ով և արդյունքը 26328-ը գրում ենք երկրորդ տողում 46074-ից 1 կարգ դեպի ձախ։ Հիշիր, որ տասնավորով բազմապատկելիս արդյունքում ստանում ենք տասնյակներ, այդ պատճառով երկրորդ արտադրյալը գրում ենք առաջին արտադրյալի տակ 1 կարգ դեպի ձախ։ Վերջում գումարում ենք բազմապատկման արդյունքում ստացած թվերը։ Այսպիսով 6582 և 47 թվերի արտադրյալը հավասար է 309354-ի։ Այժմ փորձենք հասկանալ, թե ինչպես պետք է բազմանիշ թիվը բազմապատկել եռանիշ թվով։ Ներկայացված օրինակում 47-ը փոխարինենք 247-ով և բազմապատկենք 6582 քառանիշ և 247 եռանիշ թվերը։ Բազմանիշ թիվը եռանիշ թվով սյունակաձև բազմապատկելիս վարվենք այնպես, ինչպես բազմանիշ թիվը երկնիշ թվով բազմապատկելիս, այսինքն առաջին հերթին բազմանիշ թիվը բազմապատկում ենք եռանիշ թվի միավորով 7-ով, գրում գծի տակ, ապա բազմապատկում ենք տասնավորով 4-ով և արտադրյալը գրում ենք երկրորդ տողում, առաջին արտադրյալից 1 կարգ դեպի ձախ, այնուհետև բազմապատկում ենք հարյուրավորով 2-ով և արտադրյալը գրում ենք երրորդ տողում, երկրորդ արտադրյալից 1 կարգ դեպի ձախ, քանի որ իրականում բազմապատկում ենք 2 հարյուրյակով։ Հիշիր, որ հարյուրավորով բազմապատկելիս ստանում ենք հարյուրյակներ, այդ պատճառով բազմապատկման արդյունքը գրում ենք երկրորդ արտադրյալի տակ 1 կարգ դեպի ձախ։ Եկեք համեմատենք երկնիշ և եռանիշ թվերով բազմապատկման արդյունքները։ Նկատենք, որ երկնիշ թվով բազմապատկելիս ստացվել են 2 գումարելի, իսկ եռանիշ թվով բազմապատկելիս 3 գումարելի։ Փորձենք հասկանալ, թե ինչու է այդպես։ Դա այդպես է, քանի որ եռանիշ թիվը բացի միավորներից և տասնավորներից պարունակում է նաև հարյուրավորներ։ Այսպիսով, բազմանիշ թիվը պետք է բազմապատկել եռանիշ թվի բոլոր կարգերում գրված թվերով, աճից ձախ հերթականությամբ և արտադրյալները գրել իրար տակ, յուրաքանչյուր անգամ 1 կարգ դեպի ձախ, իսկ վերջում գումարել ստացված թվերը։ Հիշիր բազմանիշ թիվը եռանիշ թվով բազմապատկելու քայլաշարը։ Քայլ 1. Եռանիշ թիվը գրում ենք բազմանիշ թվի տակ այնպես, որ համապատասխան կարգերը լինեն միմյանց տակ։ Քայլ 2. Բազմանիշ թիվը բազմապատկում ենք եռանիշ թվի միավորով։ Քայլ 3. Առաջին արտադրյալը գրում ենք գծի տակ։ Քայլ 4. Բազմանիշ թիվը բազմապատկում ենք եռանիշ թվի տասնավորով։ Քայլ 5. Երկրորդ արտադրյալը գրում ենք առաջին արտադրյալի տակ 1 կարգ դեպի ձախ։ Քայլ 6. Բազմանիշ թիվը բազմապատկում ենք եռանիշ թվի հարյուրավորով։ Քայլ 7. Երրորդ արտադրյալը գրում ենք երկրորդ արտադրյալի տակ 1 կարգ դեպի ձախ։ Քայլ 8. Գումարում ենք ստացված արտադրյալները։ Քայլ 9.
Ստանում ենք առանձին արտադրյալների գումարը։